Տադամ! Այսօրվա վլոգը սկսում ենք այսպես բարձր տրամադրությամբ, ինչու? Քանի որ ես դուրս եմ եկել հեծանվավարության, արդեն 4-րդ օրն է, այս անգամ ավելի երկար եմ բռնացրել ճանապարհը, եկել հասել եմ իմ սիրելի Կոմիտասի այգին, սա Մարալս է, իմ նոր հետևորդներն ասեն, որ իմ հեծանիվը ունի անուն, կոչվում է Մարալ, կարելի է վերսկսել այգում սուրճ խմելու ավանդույթը, պարզապես մտավախությունն եմ, որ չեմ հասցնի ետ գնալ Վահանին մանկապարտեզից վերցնել, թող մի փոքր էլ Վահանս ամրապնդվի իր մանկապարտեզում, նոր կսկսենք, հարգելի վարորդներ, թանկագիններս, քանի որ ցավոք սրտի Հայաստանում առանձնացված հեծանվաուղի չկա, առաջին հերթին մենք հեծանվորդներս ենք ուզում, որ մենք ունենանք առանձին հեծանվաուղի։ Դուք եւ մենք ստիպված ենք իրար հետ կիսել առաջին գիծը ճանապարհների։ Ստիպված ենք, ուզեք, չուզեք, մեքենաներին հավասար իրավունք ունենք առաջին գծի վրա քշել։ Կոմիտասի թանգարանի մոտով պետքա մտնեի այգի, այդ մուտքով պետքա մտնեի, մնացել ընդամենը մի քանի մետր, որ ես արդեն պետքա մտնեմ դեպի աչքամ, մի մեքենա շատ մոտ իմ հետևից գալիս է, ասենց երևի կես մետրի հեռավորության վրա, նենց բարձր մի հատ ազդանշան է տալիս, առհասարակ տեղին անտեղին ազդանշաններ տալ չի թույլատրվում, հատկապես հեծանվորդներին, որտեղ դա ավելի շատ վախ առաջացնում, հա, այսինքն մենք մեր լսողությունը շատ լարած, շատ ուշադիր գնում ենք, ասեմ ավելին, մենք նույնիսկ լսողությամբ զգում ենք այդ մեքենան մոտավորապես ինչ չափսերի է, ինչ հեռավորությունից է գալիս, մենք արդեն սովորել ենք դրան։ Այդ տեղին անտեղին ազդանշանները հատկապես շատ ագրեսիվ ուղղորդված ավելի շատ մեզ վախացնում է։ Վերջը այդ շատ բարձր ազդանշանը տալիս արդեն թեքվում եմ։ Մի հատ ուզում եմ, խնդրում եմ վարորդներ, սա դուք պատկերացրեք, որ հասկանաք վտանգավորության աստիճանը։ Ես արդեն մտնում եմ դեպի աճ, կիսամտած վիճակի մեջ եմ, որ մտնեմ դեպի այգի ու այդ կիսամտած աճի ժամանակ այդ մեքենան գալիս է ու ինձ վազանց է կատարում։ Նրանք ովքեր մեքենա չեն վարում, կարան չհասկանան ես հիմա ինչ եմ ասում, բայց ովքեր մեքենա են վարում, պիտի որ պատկերացնեն ինչ վտանգավոր է դա իմ համար թույլատրելի ճանապարհով, ես արդեն կիսա աճ մտած վիճակում եմ, այսինքն կիսատ մտած եմ, լիարժեք մտած չեմ ու ինձ մեքենան այդ տենց աճով գալիս ինքն էլ մտնում է աճ, վազանց կատարելով, շատ սենց ագրեսիվ իմ կողքով անցնելով։ Ես ինձ բնականաբար չեմ կորցնում եւ այգին մտնելու փոխարեն քշում եմ այդ մեքենայի ետևից, այնքան մինչև մեքենան կանգ առնում։ Ես գնում եմ ու հավասարվում եմ վարորդի լուսամուտին։ Ուղևորը 60-անց, լավ, կարող է 50-անց էր մի փոքր իմ համար ավելի մեծ թված, չգիտեմ, այդ տարիքի կին։ Նա արդեն իջնում էր մեքենայից, վարորդը տարիքով, բավականին տարիքով, շատ ակուրատնի պահվածքով հագուկապով տարեց մարդ էր, պապիկ ես կասեի։ Պապիկը մինչ դանդաղ պտտվում է, ինձ իջեցնում է իր պատուհանը, որպեսզի մենք խոսենք, հասկանանք իրեն, հասկանամ ինչի համար նա իրեն նման վարքագիծ թույլ տվեց։ Այդ ժամանակ իր հետ իջնող կինը սկսում է գորգռալ արդեն։ Առանց լսելու թե ես ինչ եմ ասում, միանգամից անցնում ես մեր կողքով, չգիտեմ ինչ, ես այդ կնոջը շատ հանգիստ, շատ հստակ տոնով հրամայում եմ իջեցնել իր ձայնը։ Կինը ենթարկվում է իմ հրամանին ու լռում է։ Ես ու վարորդը շատ հանգիստ տոնենությամբ, շատ կիրթ եւ կուլտուրական բառերով խոսում ենք միասին։ Վարորդը, քանի որ արդարանալու ընդհանրապես տեղ չուներ, բացատրում որ հարգելիս, այդ գիծը ինչքան քո գիծն է, այնքան իմ գիծն է։ Ես քո արջևից գնում եմ, համբերություն ունեցի կամ անցնեմ, եթե ես ուղիղ եմ գնում, ուղիղ գնամ, նոր դու թեքվի քո աճը կամ համբերի ես էլ մտնեմ աճ, նոր դու մտի աճ ու նոր ինձ գոնե վազանց արա։ Ախր այգու մեջ թանգարանի հայաթում վազանց կատարելս ո՞րն է։ Բացատրում եմ, որ չպետք է ազդանշան տալ, որովհետև վախացնում ես դու դրանով հեծանվորդին եւ այլն։ Պապիկը շատ կիրթ կուլտուրական հանգիստ իմ հետ խոսում է, արդեն գնում է իր տիկինը։ Ինչի համար են միշտ հանգիստ տղամարդկանց կանայք հիստերիկ։ Կարող է հիստերիկության պատճառով են այդ խեղճ տղամարդիկ դառնում հանգիստ, ավելի ճիշտ խեղճ մենք ընկալում ենք որպես հանգիստ։ Ուզում եմ հասկանամ ինչն է պատճառը, որ եթե քո ամուսինը իրեն որպես տղամարդ շատ կոռեկտ դրսևորում է ձեր թորի տարիքի կամ միգուցե ձեր աղջկա տարիքի ինչ որ մեկի հետ հանգիստ խոսում է, դու տիկին ջան, ինչի ի վիճակի չես կառավարել քո հույզերը, առավել եւս երբ որ ընդհանրապես ոչ մեկ քո հետ չէր էլ խոսում, այդ թեման քո հետ չէր, քո մասին չէր, դու ոչ վարորդն էիր, ոչ վրա երթի ենթարկվող հեծանվորդն էր, դու ուղղակի ուղևոր ես, ով երևի ղեկ կյանքում իր ձեռքում բռնած չկա։ Պտտվել է, հակած կապած շեքմազերով մտնում է դեպի թանգարան, խոսալով գնում է։ Եթե իմ մաման իրեն դրսում նման պահվածք, դու տես ամոթից պարզապես գետինը կմտնեմ, գորգռալ ինչ որ մի աղջկա վրա, ում դուք արդեն քիչ էր մնում ձեր սխալի պատճառով վրա երթի ենթարկեիք։ Իսկ այժմ հարգելիներս չենք փչացնում մեր տրամադրությունը։
Հիմա ես ետ եմ վերադառնում տուն, գնամ Վահանից վերցնեմ մանկապարտեզից, որպեսզի իրեն տանեմ պարապմունքի, իսկ մենք գնանք խանութ, ցանկանում եմ ձուկիկ բերել եւ պատրաստենք այն անցած վլոգում, որ Արզանի ձորում ես պարտվել էի, ուզում եմ բերել այդ ձուկիկից խորովեմ, մի հատ նորմալ պատրաստենք, որպեսզի այսպես ասած համ ուղեմ իմ սխալը, համ էլ ձուկ տապակել է ինչա, որ մի հատ էլ դրա համար պարտվենք։ Լավ, մի խոսքով գնում ենք ձկնիկի եւ մի շարք այլ մթերքների հետևից։ Վահանն էլ իր համար գնումներ կատարեց։ Մենք արդեն տանում ենք եւ ձուկիկը շատ բարակ կտրատված է, ինչպես տեսնում եք, բանջարեղենները եւս կտրատել եմ եւ այդ ռեստորանի նման եմ էլի կտրատել, սենց թիթիզ ձևերով, զիգզագաձև, այսենց։ Ես մենակ մոռացել եմ եւ բրոկլի չէի գնել, ինչի համար շատ նեղվեցի, բայց ոչինչ, տանը ծնեբեկ ունենք, մենք էլ սա իմպրովիզ կանենք։ Սկզբից անում ենք բանջարեղենները։ Աղ։ Լոլիկն ու պղպեղը եւս։ Եվ ընդհանրապես սև պղպեղ, ուրիշ բաներ բանջարեղենի վրա չեմ ավելացնելու։ Քանի որ ձեթի մեջ չեմ տապակելու, ոչ թե դնելու եմ ջեռոցը, դրա համար ձեթ էլ էստեղ հիմա չեմ լցնելու, հիմա սա մի հատ այսպես կանենք։ Մոռացա ձեռնոցակն եմ, լավ, ոչինչ։ Ահա։ Նատել էս մյուս կողմից ենք աղանում, այդտեղ ծնեբեկն էի արդեն մոռանում։ Այսպես տնենք, միայն աղ կանենք ու սև պղպեղ։ Իսկ ահա ձուկը հարգելի հետևորդներ, նայեք, միայն կանեմ աղ, երկու կողմից, որպեսզի հանկարծ քիչ չլինի, որտեղ ես աղի հետ շատ լուրջ խնդիրներ ունեմ, այսպես։ Եվ ուրիշ տարբեր բաների փոխարեն պարզապես համեմունք, որը նախատեսված է հենց ձկան համար։ Արկիրներից ես արդեն սկսել եմ բանջարեղենները տապակելու գործընթացը։ Եվ ձկնիկն ու պղպեղը տապակվում են այս պահին։ Սա գազարն է արդեն տապակած։ Հերթը հասել է ինչպես տեսնեք ծնեբեկին և չերի լոլիկներին։ Դրանք էլ թեթև տապակենք, վերջապես հերթը հասավ ձկնիկին։ Հիմա շատ ձկնիկը անցած անգամ բա ոչ թե իմ, այլ մեր թիմի, հա, մենք թիմով ենք պարտվել, մի հոգի չէր մրցում, մեր թիմի պարտությունը եղավ այն, որ ձուկը քիչ էին խորովել, այսպես թույլ է խորոված, այդպես թույլ չի կարելի, պետք է կամ նորմալ խորոված լինի, կամ չլինի։ Դա էր միակ պատճառը եղել, որ կրվեցինք, հիմա ոնց որ նորմալ խորովեմ էլի։ Հարգելներս կարծես թե այս անգամ հրաշալի է ստացվել։ Մնում է Անդրանիկը գա ու գնահատի։ Եթե գնահատեց ընտիր, շատ լավ կլինի, եթե գնահատեց վատ, այսօր նա կգիշերի բաց պատշգամբում։ Եկեք ստեղ նաև եւս մի բան ցույց տամ ու անցնենք առաջ։ Ուրեմն մի քանի օր առաջ Անդրանիկը անանաս է բերել պահածոյացված ու տենց մնացել էր, չգիտեի ինչ անեի, վերջը որոշեցի սրա պատճառով, այսպես ասած, դառնա դրդապատճառը, որ աղցան պատրաստեմ, անանասով աղցան երբևէ չեմ պատրաստել։ Բաղադրատոմս նայեցի համացանցից, անհրաժեշտ պարագաները ձեռք բերեցի, եկեք շատ արագ սա էլ սարքենք ու վերջ։ Հիմա կկտրատեմ կրծքամիսը բարակ։ Անանասը չեմ կտրատի, որովհետև արդեն իսկ կտրատված վիճակում եմ եգիպտացորենի հատիկները։ Ընկույզ ունեմ մի բուռ, հիմա սա էլ կմարացնեմ ու կլցնենք։ Քանի որ միսը աղով եմ խաշել, հիմա մայոնեզ կանենք, հետո նոր կփորձեմ, աղը կասեմ պետք ավելացնել, թե չէ։
Սիրելիներս, այստեղ այնուամենայնիվ անհրաժեշտ եղավ ավելացրեցի, սև պղպեղ եմ ավելացրել, ձիթապտղի ձեթ կավելացնեմ ու ասեմ մի բան, քիչ առաջ որ փորձում էի, հասկացա, որ անանասը պիտի շատ մանրացնեի, սենց մի քիչ խոշոր ա եղել, բայց լավ, ոչինչ, այս անգամ թող սենց մնա, հաջորդ անգամ արդեն կիմանամ, որ պետքա մանրացնեմ, ինձ թվում է Անդրանիկը սենց ստից բանի համար չի բաժանվի։ Անդրանիկն արդեն եկել է ու այս կողքից էլ մի փոքր համտեսն արել է, որպեսզի մի հատ իր կարծիքով ձեր հետ կիսվի։ Анд, նախքան կնստենք ու կվայելենք այս ձուկը, մի հատ հետևորդներին ասա, որ փորձեցիր ոնց էր։ Իդեալական էր, մար, խզարած էր։ Հետևորդներին ասա, լավ էր։ Իդեալական էր, ժողովուրդ ջան, խզարել էր ուղղակի մայրը։ Տեսնում եք, հարգելի հետևորդներ։ Կարամ գնամ։ Ազատ ես կարող գնաս։ Անդրանիկը լուք է որոշել իմ համար, բայց ես դեռ ջանը, բայց ես դեռ չեմ հակել, պաչի ես անում մաման, բայց ես դեռ չեմ հակել ու չեմ համադրել։ Հիմա միասին կտեսնենք, թե ինչ է այս, ինչ կա այստեղ։ Ես այս տարի սիրահարվել եմ ջինսին, ջինսերին, ու անդադ ուզում եմ ջինսից տարբեր բաներ կրել։ Եվ տեսնենք, սա շորիկ է, եկեք ժամանակ չկուշենք, հենց հիմա մի հատ թաքնեմ։ Տեսեք, հարգելիներս, չգիտեմ, ոչից գրուկ երևում եմ, թե ոչ, կարծես թե լավն է, այսպես կողքերը գրպաններ, այս լուքի հետ Անդրանիկը պատվիրել է սանդալներ և պայուսակ, բայց տեղ մի հատ մեծ բայց կա, երևի նկարներին խապնվել է, այս ջինսից սանդալներն ու պայուսակը իրենք երանգապես շատ նման են ջար, բայց իմ շոր երանգին այդքան նման չեն, չգիտեմ, դուք, ես անամպեր սպասել եմ ձեր կարծիքներին, օրինակ, եկեք լավ մի հատ հագնենք, ես չեմ սիրում կամ ջինսը պետքա լինի իմ համար, առհասարակ շորերը, ենթադրենք օրինակ կարմիր բլուզա հագած, չգիտեմ, կարմիր կոշները, դա նույն կարմիրը պետքա լինի, ոչ թե մի տոնի այդ մուգուված, նույնը սերի մասն է խոսքս, նույնը ջինսի մասն է խոսքս, չգիտեմ, օրինակ չեմ սիրում մուգ ջինսից շալվարով, բաց գույնի ջինսից կուրտկայով, տենց չեմ սիրում, լինի հավասար։ Հիմա այստեղ մի փոքր երանգային տարբերություն կա, հա, քանի հատ տեսեք։ Այսպես։ Պայուսակը եւս շատ թեթև, այսպես ջինս է, պայուսակ է։ Սա կտանք վաղանը կպայթացնի, այստեղ իրեն, լավ, այս կապիչը հետո կկապեմ, հասկանում եմ արդեն, մեջը բավականին լայն տարածություն ունի, գրպանիկ ունի մի հատ փոքրիկ, այսպես, շարգելիներս, ինչ կասեք, ես կարծում եմ, որ այս շորը սպիտակ սանդալների կամ սպիտակ բոթասների հետ և սպիտակ պայուսակով, հիմա բավականին ակտուալ եմ, ու ջուր սպիտակ սես փոքրիկ պայուսակ են շատ ավելի շքեղ տեսք կուներա, իսկ այս պայուսակը և այս սանդալներն էլ առանձին մեկ այլ բանի հետ համադրած իրենց հերթին շատ շքեղ տեսք կուներան, բայց բոլոր միասին սենց ընդհանուր լրիվ ջինսով, չգիտեմ, դուք գրեք ձեր կարծիքը, օրինակ ես, հա, կկրեմ այսպես, բայց մեծ սիրով այս շոր կրեմ սպիտակ բոթասների հետ սնկայի հետ, իսկ պայուսակը և սանդալները կարելի է համադրել մեկ այլ հագուստի հետ։ Թանկագիններս իմ նոր շորը, ինչպես ես կարծում եմ, որ շատ ավելի գեղեցիկ կլինի, հագա սպիտակ բոթասներից և սպիտակ այսենց պայուսակի հետ, որը մի քանի անգամ ավելի գեղեցիկ է։ Եվ գրում եմ այս գեղեցիկ թևնոցը, որը շատ գեղեցիկ սազեց ջինսից շորիկի հետ։ Վրան գրված է հոգիս։ Եթե ինչ մենք Վահանի մազերը կտրեցինք, քանի որ չթողեց սիրուն բան անեմ, վերևի մասը սիրուն կտրեմ, ընդհանուր ամբողջությամբ վերցրեցինք։